Շատ լավ, հիմա պետք է անցնենք Աստծո խոսքին։ Իրապես, եթե նայենք պաշտամունք կամ փառաբանություն հասկացողությունը, չի սահմանափակվում միայն երգեցողությամբ կամ աղոթքներով։ Փառաբանության մեջ նաև մտնում է Աստծո խոսքի ուսումնասիրությունը, ինչու, որովհետև ճշմարիտ փառաբանությունը կարա ծնվի այն ժամանակ, երբ որ կա ճշմարիտ Աստված ճանաչողություն։ Եթե չկա ճշմարիտ Աստված ճանաչողություն, փառաբանությունը մղված է լինելու գուցե զգացական ինչ-որ բաներից, գուցե միջավայրից դրդված, եւ այն չի լինելու ծնված սրտի մեջ ճիշտ շարժառիթներով։ Հետևաբար, որպեսզի մարդը կարողանա ճշմարիտ կերպով Տիրոջը փառավորել, փառաբանել, ոչ թե մարդուն պետքա մղեն երաժշտության երանգները, այլ պետքա մղի այն Աստված ճանաչողությունը, այն խոսքերը, որտեղ որ այդ երգի մեջ մենք ինչ ենք անում, տեսնում ենք։ Հետևաբար, երբ որ մենք ճանաչում ենք Աստծուն, կարողանում ենք նաև ճիշտ կերպով ինչ անել, փառավորել, փառաբանել երգեցողությամբ նույնպես նույն Աստծուն։ Ինչի համար եմ խոսում փառաբանությունից, որովհետև այսօրվա այն հատվածը կամ այն թեման, որ մենք պետք է խոսենք, ասեմ բավականին ծանոթ թեմա է, բայց ցավոք սրտի շատ քչերն են, որ լիարժեք հասկանում են, թե ինչ է նշանակում տերունական աղոթք։ Այսօր խոսելու ենք տերունական աղոթքի մասին, խոսելու ենք տերունական աղոթքը ինչ էր նշանակում, ինչի համար Հիսուս Քրիստոս տվեց, եւ ինչքանով ենք մենք գիտակցում, երբ որ ամեն անգամ ուղղակի տերունական աղոթքի շրջանակում կրկնում ենք կամ աղոթում ենք հետևյալ բառերով, ինչ որ Հիսուս Քրիստոս մեզ տվել է։ Մինչև կանցնենք կոնկրետ համարի ընթերցանությանը, կխնդրեմ էկրանին նայեք երկու նկարներ, տեսեք, սա կոչվում է Սուրբ Սանդուղք, Հռոմում է գտնվում եւ Հռոմի գլխավոր սրբավայրերից մեկն է։ Ինչով այսինքն ինքը տենց յուրահատուկ, այն մարմարե սանդուղք է, մոտավորապես չէ, բաղկացած է 28 աստիճաններից, որոնք որ տանում են սրբոց սրբության մատուռը, այսինքն պատկացեք աստիճան, որը որ տանում է հատուկ մատուռ։ Ավանդության համաձայն այն կապում են Երուսաղեմի հետ եւ ասում են, որ Երուսաղեմից բերվել է 326 թվականին, բերել է Հելեն Թագուհին, Կոստանդին կայսրի մոր կողմից, եւ ինչպես որ ասում էին, որ սա այն աստիճաններն է, որով որ Հիսուս Քրիստոս բարձրացել է դեպի դատապարտություն։ Այսինքն նման մի պատկերացում կա, հիմա մյուս նկարը։ Այս աստիճանները հայտնի են նրանով, որ աշխարհով մեկ տարբեր մարդիկ գալիս են եւ սովորություն ունեն ծնկաչոք բարձրանալու այս աստիճանները։ Ամեն մի աստիճանի վրա կանգնելուց պարտադիր պետք է հայր մեր աղոթքը կրկնեն, այսինքն ուխտավորը, որ գալիս է այստեղ, մինչև որ բարձրանում է գագաթին, պետք է ամենակիչը 28 անգամ հայր մեր աղոթքը կրկնի։ Գիտեք, ընդհանրապես նման մի սովորություն կար Մարտին Լութերի ժամանակահատվածում, որ նույն բանն անդադ կրկնում էին եւ Մարտին Լութերը ինքը այդ ամենիչով անցնելով կարծում էր, որ հեսա այս process-ը հենց անցնի, արդեն սրբացման գագաթնակետին կհասնի։ Ինչը որտեվ իր տրամաբանության մեջ կային որոշակի ծիսական արարողակարգեր, որոնք որ պետք է մարդուն այդ սրբացման գագաթնակետին հասցնեն։ Մի քիչ ցածր կանես, մի փուճուր, Եվ ինչն է հարցը կամ ինչումն է խնդիրը։ Տեսեք, երբ որ մարդիկ կենտրոնանում են զուտ տեսքի վրա եւ ուշադրություն չեն դարձնում բառերին, այն կորցնում են նպատակը, ինչի համար որ տրվել էր։ Եթե կհիշեք, մենք միջև այդ կարդացինք, որ Հիսուս Քրիստոսն ասեց, ձեր աղոթքը չպիտի լինի կեղծավորների պես, չպիտի շատախոսեք, այլ աղոթելուց այսպես պետք է աղոթեք։ Հիսուս Քրիստոս չասեց սա զուտ կրկնեք առանց մտածելու։
անընդհատ ամեն անգամ կրկնեք առանց տրամաբանելու, առանց իմաստը գտնելու։ Հիմա կարաք ասեք դե պաշտամունք օրինակի համար դուք էլ պարտադիր հայր մեն աղոթքով եք շարունակում կամ հայր մեն աղոթքի հատվածը ունեք։ Սուրբ գրքից հատվածներ անգիր սովորել եւ կրկնելու մեջ վատ բան չկա։ Վատ բանը դառնում այն ժամանակ, երբ որ մենք առանց մտածելու, անմտածված կերպով կրկնում ենք բառեր, կարծելով, որ այս բառերի շարասյունը Աստծո կողմից ընդունելի են, առանց մտածելու, առանց խորին հասկացողության։ Դրա համար այն ինչի մասին որ խոսելու ենք, կտեսնենք, որ տերունական աղոթքը դա սխմված, ճշմված այն ճշմարտությունը, որը որ Հիսուս Քրիստոս փոխանցեց ամեն մեկից մեզ բոլորիս, որպեսզի մենք հասկանանք մեր աղոթքը ինչից պետքա բաղկացած լինի։ Բացեք Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ, ընթերցելու ենք 9-ից 15 համարները։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ, 9-ից 15 համարները։ Արդուք այսպես աղոթեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո արքայությունը գա, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տուր մեզ այսօր մեր հանապազորյա հացը եւ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների, իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված իրապես փառք ենք քեզ տալիս այս գեղեցիկ օրվա համար եւ այս հնարավորության համար, որ կարող են գալ քո առաջ աղոթքով, Տեր։ Այս հնարավորությունը ոչ բոլորն ունեն եւ այս հնարավորությունը ոչ բոլորն են գնահատում, Տեր։ Բայց մենք հասկանում ենք, որ սա մեծ նվեր էր, մեծ առանձնահատկություն էր, որ ամեն իրավիճակներում ամենուրեք կարող են գալ քո առաջ եւ մեր սրտի խոսքը ուղենք դեպի քեզ, Տեր։ Ոստի աղոթում ենք ով Հայր, որ այս խոսքը տել մեզ համար ընդունելի լինի, Տեր, որպեսզի հասկանանք խորին իմաստ այն ինչ որ դու փոխանցել ես եւ գործածելով մեր կյանքում քեզ փառավորենք, Տեր։ Աղոթում եմ, որ այցելություն անես բոլոր նրանց, ովքեր որ առաջին անգամ են գուցե այստեղ, կամ գուցե դեռ քեզ չեն ճանաչում, որպեսզի խոսքը ճշմարտությունդ մեզ փրկություն պարգևի, որպեսզի քեզ փառավորենք։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Գիտեք, այս տերունական աղոթքը ընդհանրապես հետաքրքիր է նրանով, որ մենք հայերս ոչ միայն այս աղոթքը շատ դեպքերում չենք էլ մտածում, բայց խնդիրը նրանում է, որ մենք այդ աղոթքը սովորել ենք արևմտահայերենով։ Վստահ եմ դուք բոլորդ էլ գիտեք, որ հիմա ինձ էլ ասեք տերունական աղոթքը կրկնի, ես ասել եմ, զհաց մեր հանապազորյա տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեզ, ինչպես եւ մենք թողունք մերոնց պարտապանած։ Եվ եթե հիմա դրսի մարդկանց նույնիսկ այս երկու արտահայտությունն ասենք բացատրի մեզ ինչա նշանակում, հավատացնում եմ ձեզ, որ շատերը նույնիսկ այս արտահայտությունը հայերեն կերպով չեն կարողանա կրկնել, ինչի, որովհետեւ հին հայերենով ուղղակի սովորել ենք եւ անդադար կրկնում ենք առանց մտածելու, ինչ ենք ասում, ում է այս խոսքը ուղված ընդհանրապես, ինչի համար է պետք այս ամեն ինչը կրկնել։ Ու երբ որ մենք այս տրամաբանությամբ ենք շարժվում, մենք ընկնում ենք այն նույն կարգավիճակում, ինչ որ Հիսուսն ասում էր, հեթանոսների պես շատախոս մի եղեք։ Ինչու որտեվ կարծես թե մենք կրկնում ենք բառեր, կարծես թե արտահայտություններ ենք ասում, որը որ մենք չենք մտածում, դրա մասին չենք խորհում, դրա մասին չենք հասկանում, ինչի համար ենք դա անում։ Բայց մտածում ենք, որ դա Աստծուն հաճելի է։ Ուղղակի մի ձևի բան պատկերացրեք։ Ձեր զավակները, ձեր երեխաները գան ձեզ հետ, բացեն ինչ որ գրքից մի հատված եւ խոսեն. Բարև հայրիկ, ինչպես ես, լավ ես, ես լավ եմ, խնդրում եմ սատուր, ու ասենք ձեր ծնողները չեն ասելու, ինչ ես անում, այսինքն տետրով ես հետս խոսում։ Չկա որևիցե շփում, առավել եւս, եթե բառեր ասեք, որը որ ձեզ համար անհասկանալի է։ Ու կարծեք, որ դրանով պետքա ձեր հայրը ոգևորվի, ասի, ինչ բալես է, ինչ լավ տղա է, ինչ բարդ բառեր է օգտագործում, ինչ գրական հնչյուններ է ասում, ինչ անգիր առած sense տար կարա նույն բանը անդադ կրկնի։ Չէ, Աստված նման աղոթքներին
կարոտ չի ու նման աղոթների նպատակ չի ունեցել Հիսուս Քրիստոս, որպեսզի մենք նորից անդադար կրկնենք առանց մտածելու։ Դրա համար ես ուզում եմ, որ մենք միասին գնայինք այս պայծրությամբ, մենք խոսեցինք ձևի մասին, ինչպես պետք է աղոթենք կամ ինչպես չպետք է աղոթենք, այսօր նայելու ենք բովանդակության մասին։ Մեր աղոթքը ինչից պետք է բաղկացած լինի եւ տերունական աղոթքի մեջ Տեր Հիսուս Քրիստոս ինչ էր ուզում մեզ բոլորիս սովորեցներ։ Ուրեմն աղոթքը հիմնականում բաժանված այստեղ երկու հատվածից։ Մենք կտեսնենք փառաբանություն եւ մենք կտեսնենք խնդրվածք։ Ինչու է սկսվում ընդհանրապես աղոթքը փառաբանությամբ, ես արդեն իսկ պատգամի սկզբից մի փոքր բացեցի, որտեվ եթե չկա փառաբանություն, այսինքն չկա Աստված ճանաչողությունը, չի էլ կարող ճիշտ կերպով ծնունդ առնել աղոթքը կամ խնդրանքը մնացածը։ Հետևաբար ամեն մեկը փոխկապակցված են մեկը մյուսի հետ։ Եթե ես չեմ ճանաչում Տիրոջը, չեմ էլ կարող փառաբանել իրեն, չեմ էլ կարող ասել ինչպիսին է նա։ Եթե ես չեմ ճանաչում Տիրոջը, չեմ ճանաչում իր խոսքը, չեմ էլ կարող խնդրել ինչ-որ մի բան, այն ինչ որ Աստծո կամքի համեմատ ընդունելի կլինի իրեն։ Հետևաբար խոսքի մեջ ուշադրություն դարձնենք երկու այս հատվածների՝ փառաբանություն եւ խնդրվածք։ 9-ից 10 համարների մեջ տեսնում ենք փառաբանությունը։ Եվս մեկ անգամ ընթերցենք 9-ից 10 համարները։ Արդ դուք այսպես աղոթեք, հիշում եք, Հիսուս Քրիստոս ներկայացրեց ինչպես չպիտի վարվեք, ինչը Աստծուն ընդունելի չի, եւ հիմա ասում է, այ դուք ումի նկատի ուներ, աշակերտներին, մեզ բոլորիս։ Դուք այսպես աղոթեք, Հայր մեր, որ երկնքում ես։ Հիմա հայր տերմինը կամ հայր բառը, ճիշտ է հունարենով է մեր մոտ գրած, պատեր բառն է օգտագործված, բայց գուցե հենց աղոթքի մեջ օգտագործված է եղել արամերեն տերմինը աբբա, որ նշանակել է ավելի խորը փոխհարաբերություն, ավելի խորը ջերմ մոտեցում, ուշադրություն դարձրեք։ Աղոթքը սկսվում է հայր արտահայտությամբ, հետևաբար մենք ընդունում ենք, որ մենք իր զավակներն ենք։ Եվ այն հարաբերությունը, որ մենք ունենք Աստծո հետ, որպես հայր եւ որդի հարաբերությունը։ Սա սառը ֆորմալ ինչ-որ խոսքեր չեն, ես դրա համար եմ ասում։ Հենց ամենասկզբից Հիսուս Քրիստոս մատնանշում է այդ խորը հարաբերությունը, որ պետք է լինի մեր եւ Աստծո միջև։ Դրա համար սկսվում է հայր արտահայտությամբ։ Ասում է աղոթելուց ասեք հայր մեր։ Հիմա հարց. արդյոք Աստված բոլորի հայրն է։ Չէ։ Աստված բոլորի հայրը չէ եւ Աստծո խոսքը մեզ շատ հստակ դրա մասին մենք կարդում ենք օրինակի համար Հովանո ավետարան առաջի գլուխ 12-րդ համարի մեջ կարդում ենք հետեւյալ խոսքերը Հովանու 1:12 Սակայն նրանց ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը այսինքն այն մարդիկ ովքեր ընդունեցին Հիսուս Քրիստոսին հավատացին Հիսուս Քրիստոսի անվանը իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Հետևաբար բոլոր նրանք, ովքեր որ չեն հավատում Հիսուս Քրիստոսին, ովքեր որ չեն ընդունել Հիսուս Քրիստոսին, իշխանություն չունեն Աստծուն հայր անվանելու։ Եվ Աստված էլ իրենց հայրը չէ եւ իրանք էլ իրենց որդին չեն։ Դրա համար Հիսուս Քրիստոս նույն փարիսեցիներին, որոնք որ ներկայանում էին մարդկանց առաջ որպես կրոնավորներ, պատկերացրեք իրենց հատուկ շորերով, հանդերձանքով, իրենց վարքով, Հիսուս անվանեց, ասեց դուք ձեր հոր որդիներն եք եւ ձեր հայրը սատանան է, ինչի որտեվ ասում են մեր հայրը Աբրահամն է, ասում եթե Աբրահամը լիներ, ինձ կհավատայիք, իմ խոսքերին կհավատայիք, ինձ կհնազանդվեիք, հետեւաբար ձեր հայրը ով է, սատանան է։ Եվ այս արտահայտությունը, հայր մեր արտահայտությունը կարող են անել նրանք, ովքեր որ ընդունում են Քրիստոսին։ Բոլոր նրանք, ովքեր որ մերժում են, ովքեր որ չեն ընդունում Հիսուս Քրիստոսին, Աստված նրանց հայրը չէ։ Այո, Աստված նրանց արարիչն է, որպես արարիչ արարել է ամեն բան, բայց դա չի նշանակում, որ նրանք իշխանություն ունեն կոչելու Աստծուն որպես հայր։ Մենք այս առանձնահատկությունն ունենք Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն անվանելու, կոչելու հայր։
Եվ դրա համար է, որ Պողոս առաքյալն ասում է, որ Սուրբ Հոգով հնարավորություն ունենք աղոթքով գալու Աստծո առաջ եւ ասելու Աբբա Հայր, այսինքն նուրբ կերպով մոտենալու, խնդրելու։ Հենց ամենասկզբից Հիսուս Քրիստոս ցույց է տալի, որ այս աղոթքը ֆորմալ աղոթք չի։ Մենք իրավունք չունենք ուղղակի անիմաստ բառեր կրկնելու առանց մտածելու։ Այո, Աստված մեր Հայրն է եւ մենք էլ նրա զավակներն ենք։ Եվ որպես զավակներ մենք հնարավորություն ունենք եւ առիթ ունենք ինչ անելու, մեր Հոր առաջ գալու եւ մեր խնդրանքները, մեր կարիքները ինչ անելու, փոխանցելու Տիրոջը։ Դրանից հետո ասում է Հայր, որ երկնքում ես։ Միանգամից Մատթեոս ավետարանի կամ Հիսուս Քրիստոսը մատնանշում է Հոր Աստծո որտեղ լինելը, բարձունքում լինելը, որ ցույց է տալիս Տեր Աստծո գերիշխանությունը, որ նա վեր է ամեն ինչից, վեր է ամեն մեկից, եւ այո, թեև մեր Հայրն է, պատկերացեք երկնքում լինելով, որ ամեն բան պատկանում է իրեն, մեր Հայրը հոգ է տանում մեզ համար։ Մեր Հոր համար մենք կարևոր ենք։ Եվ դրա համար որպես զավակ կարող ենք գալ եւ ասել Հայր, ասել Աբբա, Հայր։ Մենք գիտենք, որ դու երկնքում ես, որ ամեն իշխանությունը քեզ է պատկանում, ամեն զորությունը քեզ է պատկանում եւ դու ես վեր ամեն իշխանությունից։ Սա է գիտակցությունը, որ մեզ տանելու է դեպի ճշմարիտ փառաբանություն։ Երբ որ դու գիտակցում ես, թե Աստված ինչպիսին է, ով է Աստված, այդտեղից առաջանում է ճիշտ կերպով հասկացողությունը, թե ով ես դու, ինչ կարգավիճակում ես գտնվում եւ հիմա ինչ կարգավիճակում ես գտնվում։ Հիսուս Քրիստոսի միջոցով է, որ մենք թշնամի հակառակորդ լինելուց դարձանք որդի, դարձանք զավակ, դարձանք մեկը, որ հնարավորություն ունի Հոր առաջ կանգնելու։ Առաջ մարդիկ այս հնարավորությունը չունեին, ժողովուրդ։ Եթե կարդաք 5 տականի շրջանակում կտեսնեք, որ մինչև մեղսագործությունը, այո, Ադամը եւ Եվան Աստծո այդ շփում ունեին։ Դեմ դիմաց այդ շփում այդ հարաբերությունը կար, բայց մեղքի պատճառով ինչ տեղի ունեցավ, բաժանում տեղի ունեցավ։ Մեղքի պատճառով մարդը մարդ ժառանգեց։ Եվ այլևս կար մեծ բաժանում, Աստված չէր կարող լինել այնտեղ, որտեղ որ կա մեղք։ Ինչու՞, որտեղ եթե Աստված այդտեղ լիներ, մեղքը մարդը չէր կարող ներկա լինել։ Ինչու որտեղ Աստված մաշող կրակ է։ Դրա համար երբ որ Մովսեսը խոսում էր, ահարկու այդ ամեն ինչը պատկերը կարաք տեսնեք, ժողովուրդը վախեցավ, ասաց, խնդրում ենք այնպես արա, որ մենք Աստծո ձայնը չլսենք, մենք չլսենք, ինչի, որտեղ վախենում էին։ Ասում են, թող քո հետ շփվի, թող քո հետ այդ շփումն ունենա, մենք ու Աստծո միջև դու կլինես միջնորդը։ Եվ այսպես սկիզբ առավ միջնորդական ծառայությունը։ Դրա համար օրինակի համար, երբ որ սրբության սրբոցը կար, դրանից հետո տաճարը կառուցվեց, կային քահանայապետեր, որոնք որ իրավունք ունեին Աստծո ներկայության մեջ մտնելու տարին մեկ անգամ, հատուկ զոհաբերություններ կատարելով մարդկության մեղքը եւ աղոթքները բերելու Աստծո առաջ։ Բայց այսօր Քրիստոսի միջոցով մենք հնարավորություն ունենք այս զորեղ Աստծո առաջ կանգնելու։ Եվ ցավով եմ ասում, շատ շատեր այս հնարավորություն ունեն, բայց չեն աղոթում։ Շատ շատեր այս հնարավորություն ունեն Տիրոջ առաջ կանգնելու եւ որպես Հայր դիմելու, բայց չեն աղոթում, սրտանց չեն աղոթում։ Ֆորմալ աղոթք ունենք հաց ուտելուց առաջ, արթնացանք, քնելուց առաջ, ֆորմալ։ Բայց ազնիվ աղոթքը ցավոք սրտի բացակայում է մեր կյանքից։ Բայց Հիսուսն ասում էր, աղոթեք այսպես, աղոթեք ասելով Հայր, որ երկնքում ես։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ կա 3 խնդրանք կամ 3 ուղղվածություն առ Աստված։ Առաջինն ասում է, որ սուրբ լինի անունը քո։ Հիմա տեսեք, երբ որ խոսքը գնում է անվան մասին, Աստծո անունը ոչ թե զուտ անուն է, որը որ մենք ենք օգտագործում, օրինակի համար Արթուր կամ Սևակ։ Աստծո անունը ցույց է տալիս իր ով լինելը։ Այսինքն այն բոլոր անունները, ինչ որ մենք տեսնում ենք, որը որ վերաբերվում էր Աստծուն, այն ցույց էր տալի իր ով լինելը։ Դրա համար օրինակի համար 5 տականում կկարդակ, որպես 5 տականի շրջանակում ասում ենք Էլ Էլիոն, որ նշանակում էր երկնքի ու երկրի Տեր, Եհովա Իրե, Տերը կապահովի, կամ Եհովա Շալոմ, Տերն է մեր խաղաղությունը,
Եհովա ցիտկենն ու Տերն է մեր արդարացում ու ցանկը կարող եք նայել, այսինքն Տեր Աստծո անունները ցույց էին տալիս իր ով լինելը, եւ այստեղ երբ որ ասում է սուրբ լինի քո անունը, դա նշանակում է մեր կարգավիճակը, այսինքն մենք գիտակցում ենք եւ սկսում ենք մտածել, թե ինչպիսին է Աստված։ Մեր կյանքում սկսում ենք սրբացնել Աստծուն։ Երբ որ մենք հասկանում ենք, թե ով է Աստված, նոր սկսում ենք ճիշտ վերաբերմունք ունենալ Աստծո նկատմամբ։ Աստծո անունը միանշանակ սուրբ է 100%-ով, բայց այն մեզ համար մենք ունենք այդտեղ աճելու տեղ։ Մենք ունենք աճելու, հասկանալու, թե իրապես Աստված ով է եւ ինչ արեց մեզ համար, եւ այս գիտակցության մեջ մենք անդադար պետք է աճենք։ Հռոմեացիս 14:7-8 համարները կարդանք։ Որովհետև մեզանից ոչ ոք ինքն իր համար չի ապրում եւ ոչ ոք ինքն իր համար չի մեռնում, եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, իսկ եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք եւ թե մեռնենք, ումն ենք, Տիրոջինն ենք։ Տիրոջ անունը սուրբ պահել նշանակում է մեր ողջ կյանքով, ողջ էությամբ, ով որա ենք, ինչ որա ենք, ուզում ենք Տիրոջը փառավորել։ Դրա համար Հիսուս Քրիստոսն ասեց ձեր հայրը սուրբ է, ուստի դուք էլ սուրբ եղեք։ Տիրոջ անունը սուրբ է մեր կյանքում այն ժամանակ, երբ որ մեր կյանքը լիարժեք պատկանում է Տիրոջը։ Երբ որ մարդիկ ճանաչելով մեզ որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ, տեսնում են, որ մեր կյանքը, մեր ընթացքը փառավորում է միմիայն Աստծուն։ Սա մեզ է նախ եւ առաջ պետք, որ մենք այս հասկացողության մեջ ապրենք։ Որ Տիրոջ անունը առանձնացված է, Տիրոջ անունով է միայն փրկությունը երկրից վրա։ Չկա այլ անուն, որով որ մարդ կարող է փրկվել։ Եվ մենք շատ դեպքերում սրա մասին ընդհանրապես չենք մտածում։ Պատվիրանների մեջ կհիշեք, որ ասում է, որ Աստծո անունը զուր տեղը մի տվեք։ Բայց ուշադրություն դարձեք մեր շրջապատում։ Ամեն մի հարբեցողության է ձև ասեմ սեղանի շուրջ Աստծո անունով են հարբում։ Գողություն անելուց առաջ նորից գնում են մոմ են վառում, որպեսզի չբռնվեն։ Ու նման շատ բաներ կարող եմ հազարավորն ասել։ Հայ ազգը, որպես քրիստոնյա ազգ, շատ դեպքերում վերցնում է հոր Աստծո անունը եւ օգտագործում է ոչ տեղին։ Եվ մենք պետք է զգուշ լինենք։ Սակայն հայր մեր աղոթքի մեջ ասում ենք Տեր Աստված, քո անունը սուրբ լինի։ Բայց արդյոք սուրբ ենք պահում մենք Տիրոջ անունը մեր շրջանակում։ Գիտեք, աղոթքի մեջ նույնպես պահել են լինում, որ անդադ կրկնում ենք Տեր, Տեր կամ Աստված, Աստված, Աստված բառը։ Սրա մեջ նույնպես պետք է զգուշ լինենք։ Ինչի, որովհետև ուղղակի զուտ կրկնել է Տեր, Տեր կամ Աստված, Աստված, դա էլ մեզ օգուտ չի տալիս եւ այն դառնում է կարծես մի հավելյալ բառ, որ անդադար մենք մտցնում ենք մեր աղոթքի մեջ։ Մենք Տիրոջ անունը պետք է սուրբ պահենք 5 տական ու կամ 5 տականի ժամանակահատվածում հрьяաները շատ հստակ սրա մասին գիտեին։ Ու որոշ առումով դա գնում էր ծայրահեղության։ Ինչի որտեվ արտասանել ընդհանրապես վախենում էին Յահվե արտահայտությունը, նույնիսկ գրելու ժամանակ, երբ որ արտագրում էին մագաղատները եւ հասնում էին, որ այդ տերմինը պետքա գրեին, երկար ժամանակ մաքրություն էին անցնում, պատրաստվում էին, որպեսզի գոնե կարողանան այդ բառը կրկնել։ Եվ դրանից մի ուրիշ խնդիր առաջացավ, որ երկար ժամանակ Յահվե բառը չարտահայտվելով, գիտեք, եբրայերենի մեջ ձայնավորները չեն գրում, այլ միայն բաղաձայներն են օգտագործում, որ այնքան ժամանակ չէին օգտագործել մարդիկ, որ չգիտեին, թե ձայնավոր բառերը, ձայնավոր տառերը ոնց է, ինչպես է ճիշտ կերպով արտահայտվում։ Դրա համար վերցրել են Ադոնայի բառը եւ Ադոնայի բառերի ձայնավորները Յահվեի հետ տեղադրելով ստացել ենք Եհովա արտահայտությունը, որը որ ուղղակի զուտ գուցե այդպես է եղել, ոչ թե գուցե այդպես հաստատ չի եղել, բայց այնուամենայնիվ այլ տարբերակ չի եղել, ինչի որտեվ հрьяաները շատ նրբանկատ են եղել Տիրոջ անվան հետ կապված, շատ զգուշավոր են եղել։ Իսկ մենք շատ դեպքերում կարանք Քրիստոսի անունը մեր վրա կրենք, բայց ապրենք այնպիսի կյանքով, որ ընդհանրապես քրիստոնեության հետ կապ չունի։ Դրա համար վայ մեզ շատ դեպքերում, երբ որ մենք ասում ենք քրիստոնյա ենք, բայց մեր վարքը, մեր խոսքը, մեր քայլերը, մեր պահվածքը չի համապատասխանում այն կոչումին, որը որ մեր վրա կրում ենք։
Իսկ աղոթում ենք, ասում ենք Տեր Աստված, թող քո անունը սուրբ լինի։ Սուրբ կլինի Աստծո անունը այն ժամանակ, երբ որ մենք սուրբ կյանքով ապրենք։ Մյուսը երկրորդն ասում է քո արքայությունը գա, կամ թող որ քո արքայությունը գա։ Գիտեք, երբ որ խոսում ենք արքայությունից, Մատթեոս ավետարանիչ ընդհանրապես արքայության թեման շատ է։ Դուք երբ որ կարդաք Մատթեոս ավետարանը եւ մնացած ավետարանը, կտեսնեք, որ արքայության թեման բավականին շատ է արծացվում Մատթեոս ավետարանչի կողմից, ինչի որտեվ շատ հստակ Մատթեոս ուզում էր նաեւ ցույց տալ, որ Հիսուս Քրիստոսն է այն արքան, որին որ մենք բոլորս սպասում էինք եւ հիմա էլ նորից ինչ ենք անում, սպասում ենք։ Երբ որ ասում ենք Տեր, թող որ քո արքայությունը գա, երբ է լիարժեք արքայությունը հաստատվելու երկրից վրա։ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ։ Հետևաբար, երբ որ ասում ենք Տեր, թող որ քո արքայությունը գա, դա նշանակում է մենք աղոթում ենք, ասում ենք Տեր, սպասում ենք քեզ։ Ուզում ենք, որ քո երկրորդ գալուստը լինի, ուզում ենք, որ քո թագավորությունը հաստատվի։ Ուզում ենք, որ այդ հազարամյա թագավորությունը սկսվի, որ դրանից հետո հավիտյան քեզանից չբաժանվենք։ Սա է մեր փափագը, սա է մեր ցանկությունը ամեն օրվա, ամեն վայրկյանի, որ Տեր ուզում ենք, որ դու գաս։ Ինչու որտեվ նեղություններ կան, խնդիրներ կան, հարցեր կան, որ մենք այս երկրի վրա ենք ապրում եւ մեր ցանկությունն է, որպեսզի Տերը գա։ Բացի դրանից, արքայություն գա նշանակում է նաեւ Տիրոջ խոսքի, Տիրոջ կամքի տարածումը լինի։ Ղուկասի ավետարան 4 գլուխ 43-44 համարների մեջ տեսնում ենք Հիսուս հետևյալ խոսքերն է ասում։ Ղուկաս 4:43-44։ Իսկ նա նրանց ասաց. Ես ուրիշ քաղաքներն էլ պետք է Աստծո արքայությունը ինչ անեմ, քարոզեմ, որովհետև դենց դրա համար եմ ուղարկվում։ Եվ քարոզում էր Հրեաստանի ժողովարաններում արքայության։ Հիմա տեսեք, երբ որ մենք նայում ենք առաջին հայացքից արքայության թեման, արդեն իսկ ասացի, դա խոսքը գնում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը, երբ որ հազարամյա թագավորության ժամանակ կհաստատի իր արքայությունը։ Բացի այդ արքայությունից նաև գոյություն ունի արքայություն հասկացողությունը, այսինքն երբ որ Տիրոջ օրենքներն ու սկզբունքներն են ինչ անում տարածվում։ Դա լինում այն ժամանակ, երբ որ մարդը ինչ անում, դարձի է գալիս, ապաշխարում է։ Այսինքն, եթե մենք ուզում ենք, որ Տիրոջ արքայությունը գա, կամ Տիրոջ արքայությունը ընդլայնվի, մենք ինչ պետք է անենք, Աստծո խոսքը պետք է քարոզենք, ավետարանենք։ Եկեղեցին չի կարա լուր մնա, բայց դրա հետ մեկտեղ աղոթի ասի Տեր, թող որ քո արքայությունը գա։ Ինչի որտեվ այն ինչի մեջ որ մենք կանչված ենք, մենք դա պետք է անենք, պետք է այդ արքայությունը տարածենք, այդ արքայությունը այս պայծրությամբ մեր սրտում է։ Մենք ենք, որ Տիրոջը ընդունել ենք որպես մեր Տեր ու Փրկիչ, եւ այդ արքայությունը կտարածվի այն ժամանակ, երբ որ մեր շրջապատում նույնպես Տիրոջը ընդունեն որպես Տեր ու Փրկիչ։ Հիսուս Քրիստոս ինքն էր ասել, որ ես եկա ինչ անելու, այս արքայությունը տարածելու, այս արքայության ավետարանը փոխանցելու ձեզ։ Ինչպես է հնարավոր, որ փոփոխություն լինի մեր կյանքերում կամ մեր շրջապատի մարդկանց կյանքերում, եթե ավետարանը քարոզվի, եթե ճշմարտությունը քարոզվի, եթե լուռ ենք, չկա քարոզություն, չկա ավետարանչություն, չկա նաև ինչ փոփոխություն։ Գուցե սա մի քանի անգամ ասել եմ, բայց հիմա էլ կասեմ։ Մենք շատ դեպքերում բողոքում ենք, ասում ենք, ինչու ենք մուսուլման երկրներով շրջապատված։ Ինչու է Ադրբեջանը մուսուլման, ինչու է Թուրքիան մուսուլման, ինչու է Պարսկաստանը մուսուլման։ Ես ուրիշ հարց տամ։ Քանի տարի է մենք այս ճշմարտությունը արքայության ավետարանը ունենք, ու չենք փոխանցել, չենք ավետարանել, որպեսզի կողքի մեր ազգերն էլ քրիստոնեությունն ընդունեն ու Քրիստոսին ընդունեն։ Եթե ընդունեն, ուրեմն Տիրոջ արքայությունը այնտեղ էլ էր տարածվելու։ Եթե մենք լուռ ենք մնում, եթե մենք ավետարանը չենք քարոզում, սատանան, սուտը, չարը տարածվելու է։ Մենք կանչված ենք Տիրոջ արքայությունը փոխանցելու։ Դրա համար եմ ասում, մենք ասում ենք Տեր, թող քո արքայությունը գա, բայց մենք ոչ մի բան չենք ուզում անենք։ Թող այդ ամեն ինչ ինքնաբերաբար լինի։ Չէ, ժողովուրդ, մենք կանչված ենք այդ արքայությունը տարածելու համար, ինչու որտեվ այդ անունը մեր վրա ենք կրում։ Այդ կանչվածությունը, այդ պաշտոնը մեր վրա է։ Դրա համար Հիսուս համբարձվելուց առաջ աշակերտներին ասեք, գնացեք ու միայն հայերին, ամբողջ բոլոր ազգերը ավետարանը քարոզեք, աշակերտ դարձրեք, ինչպես սովորեցնելով, մկրտելով, որպեսզի պահեն այն ամենը, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։
Դրա համար, երբ որ մենք աղոթում ենք, Հայր մեր աղոթն ենք ասում, տերունական աղոթն ենք կրկնում, ասում ենք Տեր, թող որ քո արքայությունը գա, մենք ինչ ենք ասում։ Ես ուզում եմ ավետարանդ քարոզեմ։ Ես ուզում եմ ճշմարտությունդ փոխանցեմ։ Հավատաք, թե ոչ, նույնիսկ փարիսեցիները նույնիսկ սխալ շարժարիտներով իրանք ավետարանություն անում են։ Դրա համար Հիսուսն ասաց. «Սարեր, ձորեր պտտվում եք, մեկին գտնում եք, ձեզանից ավելի վատն եք դարձնում»։ Մենք ասում ենք, դե Եհովայի վկաները աղանդավոր են, էս են, բայց նայեք իրանց ջանասիրությանը։ Ճիշտ է, իրանց շարժարիտն ուրիշ է, այսինքն ես չեմ ասում, որ նման շարժարիտով շարժվենք, բայց մենք ենք կանչված այն մեկով, որ այո ճշմարտությունը պետքա փոխանցենք, մենք ենք վկա Տիրոջը գործերին, նրանք վկա չեն, նրանք կեղծ վկաներ են, մենք ենք վկա, թե ինչ է անում Տերը, ամեն մեկիս կյանքում ինչ է արել Հիսուս Քրիստոս խաչի վրա, բայց Տիրոջ արքայությունը չենք ուզում փոխանցենք։ Հովհաննես ավետարան 18-րդ գլուխ 36 համարը Հիսուս պատասխանեց. «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ»։ Աշակերտները պատկերացնում էին Տիրոջ արքայության ընդլայնումը նա է, որ Հիսուս Քրիստոս թագավոր է դառնալու, իրանք էլ իշխաններ են լինելու։ Հիսուս Քրիստոս ասեց. «Այս աշխարհից չէ, եթե իմ թագավորությունը այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռք չմատնվեի, ուստի եւ իմ թագավորությունը այստեղից չէ»։ Ուստի այն երկնքի արքայությունը, որ կա, եկեղեցին այստեղ է, որպեսզի այդ արքայությունը ինչ անի, ընդլայնի, քարոզի, փոխանցի։ Եվ այո, թեև Հիսուսի երկրորդ գալստյան ժամանակ կլինի այդ արքայությունը, ֆիզիկական արքայությունը, երբ որ Հիսուս Քրիստոս ֆիզիկական թագավոր որպես կլինի ներկա այստեղ։ Բայց դրան սպասում ենք, դեռևս դա չի եկել։ Քանի այդ ժամանակը չի եկել, մենք պետք է Տիրոջ ճշմարտությունը փոխանցենք։ Դրա համար Հայտնության 20-րդ գլխում կտեսնենք հազարամյա թագավորության մասին, բայց ուզում եմ 22-րդ գլուխը կարդալ։ Երբ որ Հովհաննեսը այս ամեն ինչը կարդում է, թե ինչ է տեղի ունենալու, ինչ է անելու Հիսուս Քրիստոս, հետևել խոսքերն է ասում, Հայտնություն 22:20։ Այս բաները վկայողը ասում է Հովհաննեսը. այո, չէ, Հիսուս Քրիստոս, այո, ես շուտով պիտի գամ։ Հիմա ուշադրություն դարձեք արձագանքը։ Հիսուս ասում է, ես շուտով պետք է գամ, Հովհաննեսը լսում է ինչ ասում, ամեն, արի Տեր Հիսուս։ Ամեն թող այդպես լինի, ես ցանկանում եմ, որ Տեր դու շուտով գաս։ Երբ որ ասում ենք քո արքայությունը գա, մենք եւս մեկ անգամ հաստատում ենք, ասում ենք Տեր, սպասում ենք քեզ։ Ուզում ենք, որ գաս, ուզում ենք, որ քո թագավորությունը հաստատվի։ Ուզում ենք, որ քո զավակները շատանան։ Սա է մեր փափագը, սա է մեր ցանկությունը ավետարանել, ճշմարտությունը փոխանցել։ Դրանից հետո խնդրում է երրորդ բանը, ասում է թող քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Գիտեք, սրա մեջ կա որոշակի պարադոքս կամ որոշակի խնդիր։ Ինչի, որովհետև եթե նայենք գլոբալ առումով, արդյոք ինչ որ մի բան երկրից վրա տեղի է ունենում, նույն էլ երկնքում, առանց Աստծո կամքի։ Չէ, չի տեղի ունենում։ Այդ դեպքում ստացվում է, որ հետևյալ արտահայտությունը թող որ քո կամքը լինի, կարծես հակասում է նրան, ինչ որ մենք որոշ առումով սովորեցնում ենք։ Այնինչ ուշադրություն դարձեք ու պետք է հասկանանք հետևյալը, որ մենք չպետք է վերցնենք մի ճշմարտություն եւ ի վնաս մեկ այլ ճշմարտության։ Մենք գիտենք, որ ամեն բան Աստծո գերիշխանության, Աստծո գերազանցության շրջանակներում տեղի է ունենում, իր կամքի շրջանակում, իր ժամանակներում, բայց դրա հետ մեկտեղ Աստված նաև մեզ քաջալերում է, որպեսզի մենք ինչ անենք, աղոթենք։ Աղոթենք ու այստեղ ասում է, թող որ քո կամքը լինի։ Հիմա հարց. Աստված իր կարծիքը փոխում է, թե ոչ։ Ինչքան էլ ջերմերանտ աղոթենք կամ բան անենք։ Գլոբալ առումով չի փոխում, բայց օրինակի համար 5 տականում մենք տեսնում ենք, որ հրեաները մեղ գործեցին, Աստված ասեց բոլորին պետքա կործանեմ, Մովսեսը աղոթք անում, ասում է քո աղոթքի համեմատ այս բոլորին ինչ եմ անելու, ողորմելու եմ։ Հիմա ուշադրություն դարձեք, սա որոշ առումով մեր տրամաբանության մեջ չի մտնում։ Ինչպես է դա հնարավոր, որ Աստծո կամքը այնուամենայնիվ տեղի է ունենում, բայց դրա հետ մեկտեղ Աստված մեզ ասում է աղոթեք, եւ այս աղոթքը անիմաստ չի։ Եթե Աստված ամեն բան անում է այնպես, ինչպես որ իր կամքն է, հետեւաբար ինչու աղոթեմ։
Ինչու ինչ-որ մի բան ասեմ, որը որ կարծես, թե փոփոխություն չեմ կարա բերեմ։ Բայց այնուամենայնիվ նույն Պողոս առաքյալը առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 17 համարի մեջ ասում է անդադար աղոթեք։ Հռոմեացիս 12:2-ում ասում է մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին եւ կատարյալը։ Ինչ խնդիր կա այստեղ։ Խնդիրը նրանում է, ժողովուրդ, որ նորից ասեցի։ Այն ճշմարտությունը, որ մենք ունենք, որ ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է, մենք չպիտի ավելի վեր դասենք, քան այն ճշմարտությունը, որը ասում է, որ աղոթեք, խնդրեք եւ կտրվի, թակեք եւ կբացվի, ինչի որտեղ այն ամեն ինչ որ մենք աղոթում ենք, այդ ամենը, այդ կամքը Աստված ծրագրել է նաեւ իր կամքի շրջանակում։ Այսինքն այն ամեն ինչ որ ծրագրել է, նաեւ ծրագրել է, որ պետք է Մովսեսը աղոթեր, որպեսզի նման միջոցով Տերը փրկեր։ Դրա համար ասում աղոթեք մեկը մյուսի համար, ինչի որտեղ քո աղոթքը Աստված ծրագրել է, որպեսզի մեկ ուրիշին օգնի։ Հիսուս Քրիստոս երբ որ հացը բաժանեց, աշակերտների կարիքը ուներ։ Այնպես ինչպես որ բազմացավ այդ հացը, կարար նույն հրաշ ձևով հայտնվել ամեն մի մարդու մոտ։ Բայց Հիսուս ինչ արեց, օգտագործեց աշակերտներին, որպեսզի աշակերտները մասն լինեն այն ծառայության, ինչ որ Աստված անում է։ Հետևաբար, երբ որ ավետարանում ենք, այո, Տերն է փրկում, բայց Աստված օգտագործում է այդ ավետարանը, ում որ կանչել է, նրան էլ փրկում է, բայց այդ ավետարանի միջոցով ինչ որ քարոզում ենք։ Երբ որ աղոթում ենք, այդ հաղորդակցությունն ենք ունենում, աղոթում ենք անդադար, այնպես ինչպես որ Տերն է պատվիրել, եւ Աստված այդ ամենը օգտագործում է, որպեսզի իր կամքը իրականություն դարձնի։ Դրա համար էլ ասում ենք Տեր թող որ քո կամքը լինի։ Ինչի որտեվ մարդկային տեսանկյունից մենք ինքներս էլ ցանկություն ունենք որպեսզի Տիրոջ կամքը լինի։ Ինչու? Որտեվ միայն Տիրոջ կամքն է, որ բարին է, հաճելին է եւ կատարյալն է։ Լավագույնս մարդու համար նա է, որ Աստծո բարի այն կամքը, որը որ մենք կարդում ենք, իրականություն դառնա մարդու կյանքում։ Դրա համար է փափագ ունենք, ցանկություն ունենք, որպեսզի Տիրոջ կամքը լինի 100%-անոց երկրից վրա, ինչպես որ երկնքում է։ Եվ այո, գալու է ժամանակը, որ դա էլ է տեղի ունենալու։ Երբ որ հազարամյա թագավորությունն անցնի գնա, հավիտյան Տիրոջ հետ ենք լինելու, որտեղ որ այլևս մեղք չի լինելու։ Բայց այս ընթացքում նույնպես աղոթում ենք, ասում ենք Տեր, թող որ քո կամքը իմ կյանքում լինի լիարժեք։ Երբ որ մենք աղոթում ենք, ասում ենք թող քո կամքը լինի։ Ոչ թե այնպես ինչպես որ ես եմ ասում, Հիսուս Քրիստոս ինքը այդ օրինակը բերեց, կհիշեք խաչելուց առաջ ասեց, եթե կամքդ է այս բաժակը ինչ արա, վերցրա ինձանից, բայց ոչ թե իմ կամքով, այլ քո կամքով լինի։ Հիսուս Քրիստոս ինքը հստակ ցույց տվեց, որ ճիշտ է, նորմալ է, երբ որ մենք աղոթում ենք ու խնդրում ենք, բայց խնդրում ենք նաև, որպեսզի իր կամքը լինի։ Սովորում ենք սրա մեջ աճել։ Դրա համար երբ որ մենք աղոթում ենք, ասում ենք Տեր թող քո կամքը լինի, նորից պետք է մտածենք ինչ է սա նշանակում, որ եւս մեկ անգամ հայտարարում եմ, ասում եմ Տեր, քո կամքը կատարյալն է, բարին է, ճշմարտությունն է, լավագույնն է իմ համար, ես ուզում եմ դա լինի իմ կյանքում իրականը։ Դա եմ ուզում, որ լինի իմ երեխաների կյանքում, որպեսզի Տիրոջ կամքը իրականություն դառնա։ Դրա համար այո, երբ որ աղոթում եք, այս գիտակցությունն ունեցեք, երբ որ աղոթում եք, խնդրեք, որպեսզի Տիրոջ կամքը լինի։ Մեկը հիվանդացել է, մեկը խնդիր ունեք, անկեղծ աղոթեք։ Ու իմացեք, որ Տերը այդ աղոթքին պատասխանելու է, բայց աղոթեք վստահ կերպով ասեք Տեր, ոչ թե այն ինչ որ ես եմ ուզում, այլ թող որ քո կամքը լինի։ Բառեր ուղղակի մի ասեք, վստահությամբ հավատացեք, քայլեք այդ ուղղությամբ։ Դա է մեր փափագը, դա է մեր ցանկությունը։ Թեև ամեն բան տեղի ունենում Աստծո ծրագրածին, բայց այդ Աստծո ծրագրի մեջ նաև մտնում է այն, որ մենք հնազանդվելով Աստծուն, նաև ինչ արեցինք, աղոթեցինք։ Երբ որ Տիրոջը մեծարելով, Տիրոջը փառաբանելով, Տիրոջը ներկայացնելով այն, ինչպիսին նա ինքն է, ինչպիսի կարգավիճակում է գտնվում, գալիս ենք երկրորդ հատվածին, խնդրանքին։ 11-ից 13 համարները։ Դուր մեզ այսօր մեր հանապազորյա հացը եւ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, եւ մի տար մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից։ Հիմա շարություն դարձրեք։ Սա կարդացի Արարատյան թարգմանության մեջ, որ նոր Արարատի մեջ, որտեղ որ վերջին հատվածը բացակայում է։
Արարատ թարգմանության մեջ նաև կա այս արտահայտությունը։ Գուցե ձեր Աստվածաշնչերում էլ կա այս արտահայտությունը, որտեղ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Տեսեք, հին մոնոսկրիպտների մեջ, հին մագաղատների մեջ, երբ որ նայել են, տեսել են, որ այս հատվածը բացակայում է։ Ինչու է բացակայում, որ ժամանակի ընթացքում այս հատվածը ավելացվել է աղոթքին, այն որևիցե հակասական կամ որևիցե հակառակ վարդապետություն իրանից չի պարունակում եւ խնդիր չկա, որ օրինակի համար որոշ թարգմանությունների մեջ այնուամենայնիվ այդ հատվածը թողնում են, բայց նոր թարգմանությունների մեջ այնուամենայնիվ այդ հատվածը հանում են, ինչի որտեղ բնագրի մեջ կոնկրետ այդ հատվածը, վերջին հատվածը բացակայում է եւ այստեղ նոր արարատի մեջ մենք չենք տեսնում այդ հատվածը։ Հիմա խնդրանքի մեջ նորից մենք կտեսնենք 3 բաժին, 3 բաների համար տեսնում ենք խնդրանք։ Դա առաջինը հանապազորյա հացն է։ Հիմա տեսեք, երբ որ ասում ենք հանապազորյա հաց կամ երբ որ Հիսուս էս օրինակն տալի, մենք պետք է հասկանանք, որ այն միայն հացի կամ սնունդի մասին չի խոսքը գնում։ Երբ որ ասում ենք հանապազորյա կամ ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, դա նշանակում է, որ մենք ցույց ենք տալիս, ասում ենք, որ մեր ֆիզիկական կարիքները, լիարժեք կարիքներով մենք ումից կախվածություն ունենք, Աստծուց կախվածություն ունենք։ Ինչպես որ ամեն օր մենք կարիք ունենք սննդի, շորի, մնացած բոլոր կարիքների շրջանակում, Հիսուս Քրիստոս ասում է, խնդրեք ու ասեք ամեն օրվա հացը տուր մեզ այսօր։ Ուշադրություն դարձրեք, Տերերի Տերը, որ արարել է ամեն բան, հոգ է տանում նաև մեր ֆիզիկական նյութական կարիքների համար։ Դրա համար ասում է աղոթեք, այո, անկեղծ կերպով աղոթեք, խնդրեք, որպեսզի Տերը ամեն օրվա հացը ձեզ տա, ամեն օրվա կարիքները, ամեն օրվա խնդրվածքը փոխանցեք Տիրոջը։ Մի փոքր ներքև Մատթեոսի 6-րդ գլուխ 25, 26 եւ 31-33 համարները կարդանք, ասում է. Դրա համար ասում եմ ձեզ, մի հոգացեք ձեր կյանքի համար, թե ինչ պետքա ուտեք, ինչ պետքա խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ որ կյանքը առավել է քան կերակուրը եւ մարմինն առավել է քան հագուստը։ Նայեք երկնքի թռչուններին, որոնք ոչ սերմանում են, ոչ հնձում են, ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում են, եւ ձեր երկնավոր հայրը նրանց կերակրում է։ Ուշադրություն դարձեք հարցը, ասում է. Չէ որ դուք առավել եք քան նրանք։ Չէ որ դուք իմ զավակներն եք, դուք առավել եք քան այս թռչունները։ Դրա համար հոգս անելով որևիցե բան չեք կարող փոփոխություն ունենալ, ինչի որտեվ կա այս հստակ հասկացողությունը։ Մենք լիարժեք, մեր կախվածությունը ումից է, Աստծուց է։ Ուրեմն մի մտահոգվեք ասելով ինչ ենք ուտելու կամ ինչ ենք խմելու կամ ինչ ենք հագնելու 32-ը, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, որովհետև ձեր երկրավոր հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքը ունեք։ Դուք նախ Աստծո արքայությունն ու նրա արդարությունը փնտրեք եւ այդ ամենը ավելիով կտրվի ձեզ։ Հայր մեր աղոթքի մեջ մենք հայտարարում ենք ու ասում ենք, որ մեր ողջ նյութականը, մենք ողջ կարիքները քեզանից է։ Քեզանից են կախված, քեզանից ենք անկնկալում ու ամեն անգամ քեզանից պետք է շնորհակալություն այտենք ու քեզ պետք է խնդրենք։ Թեև գործերս լավ են, թեև աշխատանքս լավ է, խնդիրներ չունեմ, լավագույն հագուստն եմ հագնում, խնդիր չունեմ, լավագույն ուտելիքն եմ ուտում, բայց պետք է հասկանամ, այս ամեն ինչը նորից ումից է գալիս, Աստծուց է գալիս։ Մի ուրիշ ծայրահեղության գնամ, ընդամենը հաց ու աղ ունեմ մոտս, շատ բան չի, մի փոքր, նույնիսկ դրա համար շնորհակալ եմ, ինչի որտեվ շատերը կան, որ նույնիսկ դա չունեն։ Մեկ-մեկ նայում եմ Աֆրիկայի կադրերը, Աֆրիկայի երեխաներին, որ ինչպես են բառից բուն իմաստով չոփ դառնում, ինչի որտեվ մի կտոր հաց չունեն։ Մեկ էլ նայում ես ծայրահեղություն, օրինակի համար շատ այլ երկրներ, որտեղ որ չափից ավելի է եւ մարդիկ ուղղակի գիրության խնդիրն ունեն, տեսնում ես այս երկու ծայրահեղությունները ու հասկանում ես, որ իրապես ամեն բանում պետք է շնորհակալ լինենք Տիրոջը։ Ամեն ինչին, որտեղ իրապես նա է ամեն ինչի Տերը եւ այն ամեն ինչ որ ունեմ, իմ կարողություններից չի։ Ամեն ինչ որ ունեմ, կարողություններս, ուժս, հասկացողությունս պատկանում է Տիրոջը։ Ոստի ամեն ինչի փառքը նորից ուղում ենք Տիրոջը։ Երկրորդը ասում են ներիր մեր պարտքերը, ինչպես որ մենք էլ ներում ենք մեր պարտապաններին։ Պարտք բառը, հիմա չեմ ուզում շատ տերմինաբանության մեջ մտնեմ,
ոչ թե նկատի ունի նյութական պարտքեր, այլ նկատի ունի մեղքերը։ Ղուկասի ավետարանում, որ կկարդաք, օգտագործված է մեղք բառը։ Հիմա ուշադրություն դարձեք, երբ որ խոսում ենք մեղք արտահայտությունից, մեղք բառացի նշանակում է նշանակետից ձախողել։ Այսինքն Աստված սահմանել է կոնկրետ ճանապարհ, կոնկրետ սկզբունքներ, այդ սկզբունքներից դուրս ձախողությունը համարվում է մեղք։ Եվ այստեղ ասում է ինչ արեք, ներում խնդրեք, ումից խնդրենք, Տիրոջից խնդրենք։ Բայց երբ որ դուք ներում եք խնդրում, նաև պատրաստ եղեք, որ ներելու եք այն մարդկանց, ովքեր որ սխալ վարք եւ վերաբերմունք են ունեցել ձեր նկատմամբ։ Հիմա պատկերացեք այս ձևի մի իրավիճակ։ Պատկերացեք, որ իրապես Աստված պատասխանի նենց, ոնց որ մենք բոլորս աղոթում ենք, էլի, այդ եմ ասում, հայերը աղոթում են։ Ներիր մեզ այնպես, ինչպես որ մենք էլ ներում ենք ուրիշներին։ Բայց ներում ենք, քեն ենք պահում, այդ երկար տարիներով այդ ամեն ինչը պահում ենք, բայց ասում ենք Տեր, ների՛ր մեզ նենց, ոնց որ մենք էլ ներում ենք ուրիշներին, այսինքն մենք ասում ենք մեզ մի ների, կամ մեզ անենց վարվի, ոնց որ մենք ենք վարվում ուրիշների նկատմամբ։ Սրա մեջ խնդիր կա, ես դրա համար եմ ասում, մենք կրկնում ենք աղոթքը առանց մտածելու, առանց տրամաբանելու։ Բայց այո, մեծագույն նվերը, որ մենք Աստծուց ստացել ենք, դա մեղքերի թողությունն է, մեղքերի ներումն է։ Ինչի որտեվ Հռոմեացիս 3:23 ասում է, որովհետև բոլորը մեղանչեցին։ Այդ բոլորի մեջ ես էլ եմ մտնում, դու էլ ես մտնում, բոլորն են մեղանչել, մեկը չկա, որ սուրբ է։ Նույնիսկ այն երեխան, որ ծնվում է, մեղքով է ծնվում եւ մեղքի հետևանքով իր մեջ կրում է։ Մենք օգտագործում ենք, ասում ենք անմեղ են, բայց ես հավատացնում եմ, ես դեռևս ծնող չեմ տեսել, որ իր երեխային փոքրուց սովորացնի սուտ խոսել, բայց երեխաները ստում են, կամ չարաճճի լինել, անհնազանդ լինել, հասկանում եք ինչի, որտեվ այդ մեղքը նստած է, բոլորն են մեղք գործել ու Աստծուց բաժանված են, բոլորը Ադամից հետո։ Մեղքի հետևանքը գիտեք ինչն է։ Մահն է։ Նույն 6-րդ գլուխ 23 համարը, որովհետև մեղքի հատուցումը մահն է։ Մեղք են գործել, մեղքի որպես հատուցումը արժանի ենք ինչի մահվան։ Բայց 23 համարի մեջ չի վերջացնում։ Ասում է իսկ Աստծո շնորհքը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այն ինչին որ մենք ժառանգել ենք, այն ինչին որ մենք արժանի ենք, դա մահն էր։ Մեղքի հատուցումը, մեղքի վարձքը մահն էր։ Դրա համար կա մեղքը, հիմա մտածա, դրա համար կա մահը, դրա համար կա հիվանդությունը, դրա համար կա այս ամեն ինչ որ տեսնում եք, այդ ամեն ինչի հետևանքը մեղքն էր։ Ու մենք բոլորս էլ արժանի ենք դատապարտության։ Բայց Հիսուս Քրիստոսի միջոցով, որ խաչի վրա մահացավ, մեր մեղքերին ներում տվեց։ Դրա համար այո, տերունական աղոթքի մեջ ասում է կարող եք աղոթել այսպես, որ ներիր մեզ։ Ինչի՞։ Որտեվ Հիսուս Քրիստոս մեր համար մահացավ։ Հիսուս Քրիստոս մեր համար խաչվեց։ Եթե Հիսուս չխաչվեր, ներում չենք ունենալու։ Որևիցե հնարավորություն չենք ունենալու ազատագրման, փրկության։ Դրա համար առաջի Հովանու 1:9-10 համարների մեջ ուղղված է եկեղեցուն այս խոսքերը։ Ասում են, կարդում ենք հետևյալ խոսքերը. իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, ուշադրություն դարձրեք, նա հավատարիմ ու արդար է մեր մեղքերը ներելու մեզ եւ մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Աստված այս խոստումը տվել է, որ եթե խոստովանենք, ինչ կանի, կների մեզ, կսրբի մեզ, կմաքրի մեզ ամեն անիրավությունից։ Իսկ եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք անում եւ նրա խոսքը մեր մեջ չի։ Հետևաբար այո, բոլորս էլ մեղավոր ենք։ Բոլորս էլ մեղք են գործում եւ կարիք ունենք խնդրելու, ներում խնդրելու եւ այո, ամեն անգամ, երբ որ տերունական աղոթքն ենք անում, պետք է հիշենք։ Քանի որ Տեր Հիսուս Քրիստոս ներել է ինձ, ես ինքս էլ պետք է ներեմ ում այն մարդկանց, ովքեր որ ճիշտ վերաբերմունք վարք չեն ունեցել իմ նկատմամբ։ Եվ վերջինը, երրորդը։ Դրանից հետո ասում է եւ փորձությունից մեզ ինչ արա ազատիր։ Գիտեք, նորից սրա մեջ կա որոշակի պարադոքս, հիմա կամ որոշակի սենց հակասություն։ Ինչի, որովհետև օրինակի համար Հակոբոս առաջի գլուխ 2-4 համարների մեջ, որ կարդում ենք, ասում է լիարժեք ուրախություն համարեք եղբայրներ, երբ տարատեսակ փորձությունների մեջ ընկնեք։ Ինչու, իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում,
Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք եւ ոչ մի բանի պակասություն չունենաք։ Այսինքն առաջին հայացքից, երբ որ փորձությունները գալիս են, մենք հավատքի մեջ ինչ ենք դառնում ավելի ամուր, պինդ, փորձված։ Բայց դե դեպքում ինչի է այստեղ ասում, որ փորձությունից մեզ ազատի։ Ինչի որտեվ զուտ մարդկայնորեն եկեք նայենք։ Մեզ հաճելի է փորձությունների միջով անցնել։ Չէ, որովհետեւ մեկին հաճելի չի։ Դա դժվար շրջանակ է, ինչի որտեւ այդ փորձության մեջ շատ մոտ է վտանգը մեղ գործելու։ Ինչի որտեւ երբ որ փորձությունը գալիս է, մենք հնարավորություն ենք այդ փորձությունից դուրս գալու, կամ աստվածահաճո կերպով, կամ մեղ գործելով։ Դրա համար Հակոբոս 1:13-15-ը կարդում ենք հետևյալ խոսքերն, ասում է. ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Իսկ յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Ուշադրություն դարձեք, երբ որ տրվում եք ցանկությանը, այդ ցանկությունը հղանում է ինչ բանում, ասում է այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Ուշադրություն դարձեցիք, հետևանք հիմա նայեք։ Կան իրավիճակներ, որոնք որ մեզանից կախված չեն։ Խնդիրներ, հարցեր, որոնք որ ընդհանրապես մեզանից կախված չեն, եւ Տերը թույլ է տալի, որ մենք այդ ամեն ինչով անցնենք։ Նպատակը Տիրոջ այդ շրջանակում այն է, որպեսզի մենք հավատքի մեջ ինչ լինենք, ամրանանք, պնդանանք, մեր հավատքի մեջ էլ ավելի հասուն լինենք, քամուս տարու բերված չլինենք, մեր հավատքը ամուր հիմքի վրա լինի եւ մեր հույսը դնենք Աստծո վրա, ինչի որտեղ Պողոս առաքյալն ասում է ձեր ուժերից վեր Աստված չի փորձում եւ ոչ էլ փորձություն է տալի եւ այն էլ որ փորձություն է տալիս նաեւ փրկության դուրն է տալիս, ինչի որտեղ երբ որ դրա միջով անցար արդեն ինչ ես փորձված ես, հասուն ես։ Այն փորձությունը, որ առաջ քեզ համար ահավոր էր, կատաստրոֆիկ էր, հիմա արդեն հասուն ես դրա մեջ դառը, ինչի որտեվ փորձառություն ունես, հոգևոր աճը նման ձևով է լինում, եթե ձեր կյանքում խնդիրներ, նեղություններ չունենաք, հոգևոր հասունություն չեք ունենալու, ինչի, որտեվ դե ամեն բան լավ է, ինչի մեջ աճեմ։ Դա համար օրինակի համար, երբ որ ամուսնանում ենք, սա նորից փորձության շրջանակ է, մենք սկսում ենք ամուսիններով ինչ անել, մեկս մյուսին հանդուրժող լինել, սիրել, աշխատել մեկս մյուսի վրա ու եւ սա փորձություն է մեզ համար ու սկսում ենք ինչ անել, հասունանալ։ Երեխաները մանավանդային ժամանակ, երբ որ փոքր կանգնում են դիմացդ ու ասում են, որ չէ, պապա ջան, դու սխալ ես, ես ճիշտ եմ, հասկանում եք, այդ ժամանակ սովորում ես ինչ անել, համբերել, սիրել, սկսում ես աճել, այլ ոչ թե բարկությանը տեղի տալ, բայց նորից ուշադրություն դարձրեք, ամեն փորձության մեջ այդ հնարավորություն ունենք, կամ վարվենք աստվածահաճո կերպով, կամ մեղ գործենք, դրա համար զուտ մարդկայնորեն, որովհետեւ մեկ այդ փորձության մեջ չի ուզում մտնի, դրա համար Հիսուս Քրիստոս ինքն էլ արդեն ասացի, աղոթելուց ասեց, Տեր, եթե կամքդ է, թող որ այս փորձության բաժակը ինչ լինի, հեռանա ինձանից, ինչի որտեւ որովհետեւ մեկը չի ուզում այդ փորձություններով անցնի, բայց թեև անցնում ենք, պետք է խնդրենք, որպեսզի Տերը մեզ ուժ ու կարողություն տա, որ չլինի թե մեղ գործենք, չլինի թե մեր մեղքերի պատճառով այդ փորձության մեջ ընկնենք, դրա համար աղոթում ենք, ասում ենք, Տեր, դու ազատիր մեզ այս փորձությունից, դու մեզ ուժ ու կարողություն տուր այս ամեն ինչի մեջ հաստատվելու, առաջ գնալու, վարվելու, որ առանց մեղքի լինի։ Ամեն անգամ, երբ որ այս ամեն ինչով անցնում ենք, նորից պետք է Տիրոջով հաղթանակած դուրս գանք։ Սա է նպատակը, որ հոգևոր հասունանանք, աճենք, նույն կարգավիճակում չգտնվենք։ Ու նորից ցույց ենք տալիս, որ թե մեր նյութական կյանքը, թե մեր հոգևոր կյանքը լիարժեքումից է կախված, Աստծուց է կախված, որովհետև նա է տալու այն կարողությունն ու ուժը դիմագրավելու բոլոր փորձություններին, ինչ որ մեր առաջ գալիս են։ Եվ ուշադրություն դարձեք այս ամեն ինչի որպես հավելում, վերջում 14 եւ 15 համարները աղոթքի մի մաս չեն կազմում, բայց որոշակի բացատրություն են տալի այն ամենին, ինչ որ մենք ասեցինք։ Տեսեք, ասում է, որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Ինչու չի ների։ Ինչու չենք ներում։ Որովհետև մենք ինքներս դեռ ներված չենք։
Այսինքն Հիսուս Քրիստոս հստակ առանձնացնում է, ասում է, որ նայի ինքդ քո կյանքին։ Եթե Տիրոջից ներում ես ստացել, ուրեմն դու էլ ինչ ես անելու, ներելու ես։ Եթե Տիրոջից ներում չես ստացել, եւ Աստված քո հայրը չի, չես էլ ներելու։ Դրա համար ասում է, եթե չեք ներում, դա ցույց է տալիս, որ դուք ներում չեք ստացել։ Դուք դեռևս Տիրոջը զավակ չեք։ Դրա համար Հիսուս Քրիստոս նույն ինքը լեռան քարոզի մեջ ասում էր նույնիսկ ներեք ձեր թշնամիներին։ Սա հեշտ չի, հասկանում եք, մարդկայնորեն ես նույնիսկ ասեմ անհնարին է։ Անհնարին է ներես նրան, ով որ քեզ ցավապատճառ է։ Անհնարին է ներես նրան, ով որ քո լավը չի ցանկանում։ Բայց եթե Տիրոջ զավակ ես, հասկանում ես, որ նույն կարգավիճակում էլ ժամանակին դու ես գտնվել, երբ որ ըմբոստ էիր, երբ որ հակառակ էիր Աստծուն։ Եվ հիմա, եթե Տիրոջից ներում ստացել եմ, ուրեմն նոր արարված եմ։ Ուրեմն Տիրոջ սերը իմ սրտիս մեջ է։ Ուրեմն այդ հնարավորությունն ու կարողությունը ունեմ։ Ու դրա մեջ ինչ պետք է անեմ, պետք է աճեմ։ Ուստի սիրելիներ, երբ որ աղոթում եք, հիշեք, աղոթքը բաղկացած է փառաբանությունից, երբ որ մենք մեծարում ենք Տիրոջը եւ ցանկություն ենք հայտնում, որպեսզի այո Տիրոջ անունը սուրբ լինի մեր կյանքում։ Որ ուզում ենք, որ Տիրոջ արքայությունը գա, այսինքն աղոթում ենք, որպեսզի Տիրոջ արքայությունը հաստատվի։ Աղոթում ենք, ասում ենք, որ Տեր Հիսուս սպասում ենք քո երկրորդ գալստյանը, ու դրա հետ մեկտեղ աղոթում ենք, որպեսզի Տերը մեզ այդ կարողությունը տա ավետարանը քարոզելու։ Դրա համար աղոթելուց, երբ որ ասում ենք թող որ քարոզությունը գա, փափագ ունենք, քո կամքը լինի, փափագ ունենք, որպեսզի մեր կամքը հնազանդեցնենք Աստծո կամքին, որպեսզի աղոթելուց ասենք Տեր ոչ թե իմ կամքով, այլ քո կամքով։ Եվ դրանից հետո արդեն պատրաստ կլինենք նյութականի համար խնդրելու, որպեսզի Տերը մեր նյութական կարիքները հոգա, խնդրելու, որպեսզի այո Տերը մեզ ների մեր մեղքերը, որտեղ ամեն օր մեղք են գործում ու պատրաստ ուրիշներին ներելու, ու նաև երբ որ նեղության մեջ ենք, որպես մեր հորը խնդրելու, որպեսզի մեզ այդ նեղությունից ինչ անի, ազատի, ամեն ինչի մեջ, որպեսզի Տերը փառավորվի։ Եկեք աղոթենք։ Մեր երկնավոր Հայր, Տերերի Տեր, ամենակարող Աստված, դու ես, որ արժանի ես ամեն փառքերի, դու ես, որ արժանի ես ամեն մեծարանքի, ամեն բան քեզ է պատկանում Տեր Աստված, եւ ամեն բան քո փառքի համար է ստեղծված։ Եվ այս ամենը գիտակցելով գալիս են քո առաջ Տեր Աստված եւ հիանում ենք քո ողորմության ու քո սիրո համար, որ մենք որպես արարվածներ կարող ենք գալ արարչի առաջ։ Շնորհակալություն հայտնելու քո սիրո համար, որը որ գործնականում խաչի վրա ցույց տվեցիր, Տեր։ Որ սիրեցիր մինչև վերջ, Տեր։ Եվ այո ցանկություն ունենք եւ փափագ ունենք, Տեր, որ քո որդին Հիսուս Քրիստոսը գա։ Շուտով գա եւ ազատի այս մեղքի աշխարհից, մեղքի ցանկություններից, մեղքի մարմնից ազատագրում ունենանք, Տեր։ Որպեսզի ապրենք ու գործենք միմիայն քո անվան ու փառքի համար եւ մեր ողջ կյանքը նվիրենք քեզ։ Աղոթում եմ, որ ներես մեր մեղքերը, որտեղ շատ դեպքերում չենք հասկանում, թե ինչ ենք անում, ինչ ենք վարվում, ինչպես ենք վարվում, Տեր։ Ներիր մեզ եւ սովորացրա մեզ էլ, որ ներենք ուրիշներին։ Օգնի, որ ճշմարտությունը փոխանցող լինենք եւ իրապես մասն ունենանք քո արքայության տարածման մեջ, ինչի որտեղ սա է մեր բանավոր պաշտոնը։ Օգնի, որ քո կամքի մեջ այլ ավելի հասունանանք, կամքը ճանաչենք եւ այո կամքից ձգտենք, որտեղ այն բարին, հաճելին եւ կատարյալն է մեր բոլորիս համար, Տեր։ Շնորհակալ ենք ամեն օրվա հացի, ամեն օրվա սնունդի, այն տանիքի համար, որ տվել ես։ Այն առողջության համար, որ տվել ես։ Ու աղոթում ենք, որ Տեր օգնես, որ միշտ մեր հայացքը դեպի քեզ ուղենք եւ շնորհակալ լինենք, Տեր։ Որտեւ իրապես մեր ողջ էությունը քեզանից է կախված։ Շնորհակալ ենք, ով Տեր, որ նաեւ փորձությունից ես ազատում։ Շատ բաներ, որ մենք չենք տեսնում, գայթակղություններ, հարցեր, հարձակումներ, Տեր, դու ազատում ես ու իրապես փառք ենք ես տալիս։ Օգնի, որ իրապես ամեն փորձության ժամանակ աղոթող լինենք, որպեսզի այդ փորձությունից դուրս գալով ել ավելի հավատքի մեջ հաստատուն լինենք, Տեր։ Ել ավելի քեզ նմանվենք, Տեր։
որպեսզի ամեն ինչի մեջ կատարյալ լինենք եւ ոչ մի բանի կարիք չունենանք բացի քեզանից Տեր։ Դու եղիր մեր հավատքի, մեր աղոթքի, մեր ընտանիքի, մեր եկեղեցու կենտրոնում Տեր։ Ու ամեն ինչի մեջ դու փառավորվիր։ Ու այցելություն արա բոլոր նրանց, ովքեր որ գուցե քեզ չեն ճանաչում, թող որ խոստովանելով, ապաշխարելով դարձի գան եւ ընդունեն քեզ որպես Տեր ու Փրկիչ, որպեսզի իրանք էլ վայելեն այն ներումը, այն օրհնությունը, որ մենք ենք վայելում, որպեսզի նրանք էլ իշխանություն ունենան քեզ դիմելու որպես Աբբա Հայր, որ մենք ունենք այդ առանձնաշնորհումը։ Ուստի ամեն ինչի փառքը ուղղված է դեպի քեզ։ Մեր սիրելի Հայր, մեր ողորմած ու գթած, ուստի ամեն ինչի փառքը քեզ, մեծարանքը քեզ, Հիսուսի սուրբ անունով։ Ամեն։